Վախենում եմ։ Դուրը բացեք։ Աղջիկս մի վախեցիր։ Ինձ լսիր, դուրը փակ չէ։ Փորձիր բաց անել։ Չի բացվում։ Մի վախեցիր, աղջիկս, ես հիմա մի բան կանեմ։ Հիմա։ Տապքի։ Արի աղջիկս։ Արի։ Արի։ Արի աղջիկս։ Իսկ եթե չգայիր, հայրիկ։ Եթե ես չգայի, մեկ ուրիշը կգար։ Նա ով մաքուր սիրտ ունի, միշտ էլ օգնող ձեռք կգտնի։ Նա ով օգնություն է կանչում, միշտ օգնություն գտնում է աղջիկս։ Տապքի։ Պարոն, նրանք դուրն են կոտրում։ Տապքի, ձեռքը տուր, ես այստեղ եմ։ Տապքի, դա թող։ Բայց դա… Տապքի, նախ ձեռքդ ինձ տուր։ Ձեռքս չի հասնում։ Կապեք։ Որտեղ է, գտեք դրան։ Այնտեղ նայեք, նա պատուհանից է փախել։ Ինչու եք կանգնելու ինձ նայում, նա չպիտի փախչի։ Գնացեք, չթողնեք փախնի։ Որտեղ են։ Այն կողմ կարող են գնալ, արի։ Տապքի, գնացին։ Հիմա մեզ էլ գտնել չեն կարողանա։ Քիչ հետո մի տաքսի կվարձենք ու կգնանք աշխատանքի։ Տապքի, մի վախեցիր։ Ես քեզ հետ եմ։ Ես չեմ թողնի, որ քեզ հետ վատ բան պատահի։ Ջուր խմիր։ Ջուր չէ, պարոն։
Ես պետք է ուտեմ։ Երկու րոպե սպասիր, հիմա կգամ։ Բայա, ինձ երկու սամոսա տուր եւ թե։ Սամոսա։ Սամոսա կեր ու թե խմիր։ Ինչ եղավ։ Ինչ եղավ։ समोसा Խմիր։ क्या पता Ինչու է Դրուվն անհասանելի։ Ուր է գնացել։ Տիկին, եկան։ Դրուվ, որտեղ էիր մնացել։ Ինչու այսքան ուշացար։ Հետո կպատմեմ։ Վիվեկ, արագ սկսեք նյութը մոնտաժել։ Տապկի, դու գնա փոխվիր։ Դու առաջադրանքի էիր գնացել, այն էլ այդքան երկար։ Չէիր վախենում։ Այո, մամ, բայց պարոն Դրուվն ինձ շատ օգնեց։ Առանց նրա ես ոչինչ չէի կարողանա անել։ Մամ, քիչ հետո դա հեռուստացույցով կհեռարձակեն։ Անպայման նայիր։ Այո, ես հենց հիմա հեռուստացույցը կմիացնեմ։ Իմ աղջիկն այնպիսի մեծ բան է արել, առաջինը ես պետք է նայեմ։ Զանգ տվել ես տուն, հորդ էլ է պետք ասել։ Նա ամենից շատը կուրախանա քո քաջության համար։ Այո, մամ, ես հիմա նրան զանգ կտամ։ Մամ, հետո կխոսենք։ Կխոսենք, երբ տուն վերադառնամ։ Լավ։ Լավ։ Պարոն Դրուվը երևի զբաղված է նյութը մոնտաժելով։ Իսկ եթե սա կարևոր զանգ է, պատասխանեմ։ Ալո, Դրուվն այդտեղ է։ Նա մի քիչ զբաղված է։ Զբաղված է։ Այդ երկու խոսքը 5 րոպեում ասացիր։
Դու առանց կակազելու չես կարող խոսել։ Ներեցեք։ Ով է զանգահարում։ Ինձանից հարցազրույց ես վերցնում։ Քո գործով զբաղվիր։ Տեսնես ով էր։ Բայց շատ անհամբեր կին էր։ Մեծ մայրիկ թեյ։ Դիր այդտեղ։ Ինչ է եղել մայրիկ։ Այդ տում հետ էիր խոսում, որ այդպես հունից դուրս եկար։ Կակազող մարդու սիրտն էլ լեզվի պես անդուր է։ Ես այդպիսի մարդկանց բոլորովին չեմ սիրում։ Չեմ հասկանում, թե Դրուվն ինչու է նման մարդկանց ընդունում աշխատանքի։ Ինչ ես անում այստեղ։ Գնա հեռախոսից լիցքավորիչը բեր։ Լավ։ Սա հենց այն աղջիկն է։ Միայն դեմքից արդեն երևում է, թե սիրտն ու հոգին ինչքան մաքուր են։ Ինչու տրամադրությունը զգացեմ։ Շուտով իմ նյութը կհեռարձակեն, իսկ ես դրանից ոչ մի վայրկյան չեմ ուզում բաց թողնել։ Շնորհավորում եմ, պարոն, դուք համարյա անհնարին գործը հնարավոր դարձիք։ Այն էլ առանց տիկին Սաքշի։ Այդ նյութը բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվելու։ Հիմա Գյանշամլալի կեղծարարությունների վերջը կգա, իսկ նրանք կձերբակալեն։ Սա մեծ նվաճում է մեր ալիքի համար Դրուվ։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Ես այս բանն առանց ձեր օգնության գլուխ չէի բերի։ Շատ շնորհակալ եմ։ Բայց նախ ուզում եմ երախտագիտությունս հայտնել այն մարդուն, առանց որի մենք հիմա բացարձակապես ոչինչ չէինք ունենա։ Նա առանց սեփական անվտանգությունը հաշվի առնելու փրկեց տեսագրությունը։ Կյանքը վտանգի ենթարկեց։ Եվ դա Թափկին է։ Ես եւ իմ ամբողջ թիմը սրտանց ողջունում ենք Թափկիի խիզախությունը։ Պարոն, այդ դուք եք միշտ ասում։ Վախին կարելի է հաղթել միայն նրա երեսին նայելով։ Լսիր Թափկի, դու հիմա երևի երկնքում ես սավառնում Դրուվի գովասանքի խոսքերից, բայց իմացիր, ես սիրում եմ, երբ մարդիկ աշխատանքի ժամանակ ենթարկվում ու հնազանդվում են ինձ։ Թափկի, դու լավ ես աշխատել։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն տիկին։ Իդեպ, եթե դու իմ ինքնությունը դիտավորյալ չբացահայտեիր Գյամշամլալի խանութի մոտ, այս առաջադրանքը ես կատարած կլինեի։ Ինչ ես խոսում, Սաքշի։ Ես ճիշտ եմ ասում, Դրուվ։ Երբ ես արդեն մոտենում էի Գյամշամլալի խանութին, նա ինձ դիտավորյալ հրեց։ Ես հիմա պատճառը գիտեմ, ավելի լավ առիթ կարող էր լինել այսքան կարճ ժամանակամիջոցում աչքի ընկնելու համար։ Ես այն ժամանակ ոչինչ չասացի, որովհետև աշխատանքն ավելի կարևոր էր։ Տիկին, ինչ եք ասում։ Ուրեմն տիկին Սաքշին ստում է։ Երբ եմ եկել ձեզ հրել։ Պարոն Թափկին դա դիտման բերեց։ Հակառակ դեպքում տիկին Սաքշին սովորականի նման իր առաջադրանքից պատվով դուրս կգար։ Թափկի դու վատ բան ես արել, այնպես որ ներողություն խնդրի նրանից։ Ներողություն։ Բայց ինչի համար։ Դու անընդհատ մի սխալ բան անում ես։ Նախ այն չիպը, հիմա էլ սա։
Գոնե մի անգամ թող ներողություն խնդրի, Դրուվ։ Պարոն, ես ճիշտ եմ ասում։ Ես այդպիսի բան չեմ արել։ Ուրիշներին խաբելով ինչ-որ բանի հասնելը շատ վատ բան է։ Դրա համար 100 անգամ ներողություն խնդրելն էլ քիչ կլինի։ Դու պետք է գրատախտակին 100 անգամ ներողություն գրես, որ բոլորը տեսնեն։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Ես դրա համար ներողություն չեմ խնդրի։ Թափկի։ Դու հրաշալի աշխատեցիր առաջադրանքը կատարելիս։ Բայց այն ինչ արել ես մինչև դա սխալ է։ Եթե դու անպատիժ մնաս, դա շատ վատ օրինակ կծառայի այստեղ եկած նորեկներին։ Այնպես որ դու այստեղի գրատախտակին պետք է 100 անգամ ներողություն գրես։ 100 անգամ։ Պարոն, հայրս ինձ սովորեցրել է սխալ բան անելու դեպքում անպայման ներողություն խնդրել։ Նաև ասել է, որ հանիրավի մեղադրվելու դեպքում մեղքը չընդունեմ։ Ես չգիտեմ, թե ինչու է տիկին Սակշին այսպիսի բան անում։ Գուցե նա ինձ սխալ է հասկացել։ Բայց եթե նա ինձ սխալ է հասկացել, ո՞րն է դրա մեջ իմ մեղքը։ Ուրեմն սխալը չես ընդունելու։ Սա քո վերջին շանսն է, Թափկի։ Այնպես որ ինքդ որոշիր։ Կամ 100 անգամ ներողություն ես գրում գրատախտակին, կամ վաղվանից էլ աշխատանքի չես գալիս։ Ես վաղվանից աշխատանքի չեմ գա։ Մի սխալի համար, որ ես չեմ արել, ես ներողություն չեմ խնդրի։ Ես ագրա կվերադառնամ։ Շատ կարճ տևեց, բայց ինձ համար շատ հաճելի էր աշխատել ձեզ հետ, պարոն։ Ես միայն մի բանի համար եմ տխրում, որ չկարողացա ձեր վստահությանն արժանանալ։ Ներեք ինձ դրա համար։ आंखों पे धूप सी ऐसी पड़ी है ख्वाब जो थे पिघल गए आंसुओं ने कहा दिल की सुनी है पलकें मूंदी निकल गए Ոչ, Թափկին դեռ չի եկել։ Դեռ աշխատանքի տեղում է։ Շուտով երևի կգա։ Դու ասա, ինչպես ես։ Երեխաներն ինչպես են։ Որտեղ են։ Երեխաները այստեղ են։ Հույս ունեմ ինձ չես կարոտում։ Դե ինչ կարող են կանել պոնամջի։ Ես ձեր մասին չգիտեմ, բայց ես իմ տունը շատ եմ կարոտում։ Ես երբեք այսքան երկար չէի բացակայել տնից։ Հայրիկ, ես սենյակս ազատեցի, իրերս լրիվ հավաքեցի։ Ներիր։ Այդ ինչ է ասում շուբը։ Իրերը հավաքել է։
Ոչ, Պունամ ջի, նա գրիկետի պարագաներն է հավաքել։ Ընկերների հետ գնալու է խաղալու։ Դրա համար։ Ճիշտն ասա։ Ձայնդ ինձ դուր չի գալիս։ Մի բան այն չէ։ Ոչ, ոչ, ամեն ինչ նորմալ է։ Ամեն ինչ լավ է։ Հեռախոսը շուբին տուր։ Ալո, լսում ես ինձ։ Այո, լսում եմ։ Տուր խոսեմ շուբի հետ։ Լավ։ Բարև մամ։ Ինչպես ես։ Թափկի դիդին ինչպես է։ Տղաս, գնա թափկիի սենյակ ու այնտեղից խոսիր ինձ հետ։ Բայց ինչու մամ։ Տղաս, դու այնքան խելացի ես։ Արա ինչ ասում եմ։ Գնա թափկիի սենյակ ու այնտեղից խոսիր։ Լավ մամ։ Այո մայրիկ։ Ես թափկի դիդիի սենյակ եկա։ Տղաս հիշում ես։ Երբ դպրոցից լաց լինելով տուն էիր գալիս, ինձ ամեն ինչ պատմում էիր ընկերներիդ մասին։ Դու ինձ ամեն ինչ պատմում էիր։ Հիշում ես։ Այո մամ, դու իմ ամենալավ ընկերն ես։ Ես քեզ ամեն ինչ պատմում էի։ Այսօր էլ ամեն ինչ կպատմես։ Ինչը մամ։ Արդեն քանի օր է։ Հայրդ ու Ադիտին տրամադրություն չունեն։ Երբ մի բան հարցնում եմ, լռում են։ Ասա ինձ տղաս, ինչ է կատարվում։ Տղաս ասա։ Ասա։ Ամեն ինչ կարգին է։ Խոսիր։ Ոչ մամ։ Ոչինչ էլ կարգին չէ։ Հայրիկը վարկ էր վերցրել թափկի դիդիի հարսանիքի համար։ Դրա պատճառով նրա խանութը փակվեց։ Հիմա էլ պետք է տունն ազատենք, ու հիմա հայրիկն իրեն բոլորովին լավ չի զգում։ Ես քեզ ուզում եի ասել, բայց ինչպես, մամ։ Տղաս, հեռախոսից դուր։ Պունամ ջի, իմ հետ հեչ վախենաս։ Ես ամեն ինչ տեղը կգցեմ։ Այդքան բան է եղել։ Իսկ դու այդտեղ մենակ ես։ Երեխաներս այդքան տանջվել են, իսկ ես այստեղ նստած եմ։ Ինչու ես այդպիսի բան արել։ Ինչի համար։ Մամ, ես քեզ կարևոր բան ունեմ ասելու։ Մամ, ինչ է պատահել։ Մամ, ինչու ես լաց լինում։ Հայրիկն է զանգել։ Պունամ ջի, իսեր ասո ոչինչ մի ասա թափկին։ Նա շատ կտխրի։ Ոչ, այսօր ես քեզ չեմ լսի։ Դու առանց այն էլ սխալ ես արել, դա միայն ինձնից թաքցնելով։ Ես այդ սխալը չեմ կրկնի։ Չեմ կրկնի։ Ալո։ Ինչ, հայրիկն ինչ է մեզանից թաքցրել։ Մամ, ասա մայրիկ, բան է պատահել տանը։ Շատ վատ բան է պատահել աղջիկս։ Այն վարկը, որ հայրդ վերցրել էր հարսանիքիդ համար, դրա դիմաց նախ նրա խանութն են վերցրել։ Հիմա էլ մեր տունն են ասում, որ ազատ են։ Մեր տունը։
Մեր տունը։ Մամ, լաց մի եղիր, մայրիկ։ Դա ճակատագիր է։ Եթե մարդ գլխին տանիք ունի, ամեն ինչի կարող է դիմանալ։ Բայց հիմա ինչ ենք անելու։ Ինչ ենք անելու։ Մամ, դու միշտ ինձ սիրտ ես տվել։ Իսկ այսօր ինքդ լաց մի եղիր, մայրիկ։ Մամ, լաց մի եղիր։ Արի ինձ մոտ։ Արի։ Հայրիկ, Աղջիկս, ես դեռ չեմ ամուսնացել, բայց դու մեր միջև արդեն կամուրջ ես կառուցել։ աղջիկս, ինչու ես այդպիսի բան ասում։ Եթե ես այդպես օտարանամ, քեզ հանեմ իմ հոգուց։ Ում եմ պետք լինելու։ Ում դասը։ Պապ, այդ դեպքում ինչու ես այդքան լուրջ բանն ինձնից թաքցրել։ Անուշիկս, Ես եմ դրա մեղավորը, եթե իմ հարսանիքի համար վարկ չվերցնեիր։ բայց որն է քո մեղքը։ Սա ճակատագրի չարկատակն է։ Բայց դու մի անհանգստացիր։ Լավ օրերներ են անցնում, վատ օրերներ։ Ամեն ինչ լավ կլինի, աղջիկս, ամեն ինչ լավ կլինի։ Հայրիկ, գիտես, դու աշխարհի ամենալավ հայրն ես։ Բոլորս էլ լավ ենք։ Ոչ մի խնդիր չկա, Ադի։ Ադիտի, դու էլ ինձ ոչինչ չէիր ասել։ Դի, հիմա ուշադիր ինձ դուք բոլորդ վաղը գալու եք այստեղ։ Նոյրա։ Աղջիկս, Նոյրա, քեզ մոտ ինչ ես ասում, մենք ինչպես ենք գալու այդտեղ։ Եթե այդտեղ անելիք չունեք, ինչու սպասեք, հայրիկ։ Իմ գործերն այստեղ լավ են։ Այո, աղջիկս, բայց Խնդրում եմ, հայրիկ, ինձ մի մերժիր։ Դու մեզ համար ամեն ինչ արել ես։ Հիմա քո կողքին կանգնելու իմ հերթն է։ Այնպես որ դուք վաղը բոլորով կգաք Նոյրա։ Ես ու մայրիկը սպասում ենք ձեզ։ Անջատում եմ։ Առայժմ։ Հայրիկ։ Անուշիկս, մարդիկ ասում են, աղջիկը քոնը չէ։ Բայց ես ասում եմ, որ հենց աղջիկն է մերը, որովհետև նա միշտ մտածում է ծնողի մասին։ Միշտ։
Ինչ եղավ թափքի։ Ոչ։ Լաց մի եղիր։ Իսկ հիմա ասա, ինչ էր եղել ստուդիայում։ Դու ինչ որ բան էիր ուզում պատմել։ Կամ 100 անգամ ներողություն ես գրում գրատախտակին, կամ վաղվանից էլ աշխատանքի չես գալիս։ Ինչ է եղել։ Ինչ կա։ Մամ, աշխատանքի տեղում լուրջ բան չի եղել։ Ուշադրություն մի դարձրու։ Մամ, ես շատ քաղցած եմ։ Մի բան դուր ուտեմ։ Լավ, հիմա կբերեմ։ Տղաս այդ գաջանանդը համաձայնես թե ոչ։ Ինչպես չէր համաձայնելու բաուջի։ Ես քո անունը տվեցի, նայել անմիջապես բութ մատով դրոշմեց փաստաթուղթը։ Հողը հիմա քո անունով է։ Մենք այսօր այցելել ենք մի շատ հայտնի խանութ, եւ փառք Աստծո, որ ոստիկանությունը կասեցրել է դրա գործունեությունը։ Խանութը փակվել է։ Այո, տեսեք մեր այսօրվա նկարանած կադրերը։ Սա Գյանշամլալի խանութի տակ գործող արտադրամասն է, որտեղ կացրավենիք էին կեղծում։ Տեսեք թե ինչ նյութեր են խառնում խմորին։ Այս լրատվամիջոցներն են ուրիշ բան ու գործ չունեն։ Մի լավ մարդու թիրախի տակ են առնում ու սկսում են նրա պատվի հետ խաղալ։ Այդ մարդկանց ինչքան շուտ մերկացնեն, այնքան բոլորի օգուտն է։ Այսօր նրա հերթն էր, իսկ վաղն էլ հորդ մասին ես ինչ-որ բան ասելու։ Ինձ նկատի ունեիր։ Ես քեզ նկատի չունեի։ Բայց եթե դա քեզ վերագրեցիր, լավ։ Այն օրը, երբ ես կամ մեկ ուրիշը մի ծանրակշիռ ապացույց ունեցավ քո դեմ, մերկացվելու քո հերթն էլ կգա։ आँखों पे धूप सी ऐसी पड़ी है, ख्वाब जो थे पिघल गए। आंसुओं ने कहा दिल की सुनी है, पलकें मूंदी निकल गए। दिन के हैं थोड़े Կամ 100 անգամ ներողություն ես գրում գրատախտակին, կամ վաղվանից էլ աշխատանքի չես գալիս։ Այն վարկը, որ հայրդ վերցրել էր հարսանիքիդ համար, դրա դիմաց նախ նրա խանութն են վերցրել։ Հիմա էլ մեր տունն են ասում, որ ազատ են։ Մեր տունը։ Ամեն ինչ լավ կլինի, աղջիկս։ Ամեն ինչ լավ կլինի։ Կամ 100 անգամ Այն վարկը, որ հայրդ Կամ 100 անգամ ներողություն ես գրում գրատախտակին, կամ վաղվանից էլ աշխատանքի չես գալիս։ Այն վարկը, որ հայրդ Կամ 100 անգամ ամեն ինչ լավ կլինի, աղջիկս։ Դու էլ ես մենակ մնացել։ Հայրիկի նման։ Նա էլ ամեն ինչ փչացավ։ Այն էլ իմ պատճառով։ Ինձ համար վերցրած վարկի պատճառով։ Ներիր հայրիկ։ Ներիր հայրիկ։ Ոչ։ Ես չեմ ուզում, որ հայրս մենակ մնա։ Հայրիկն ամեն ինչ արել է ինձ համար։
Ես էլ հիմա ամեն ինչ կանեմ նրա համար։ Ես քեզ էլ մենակ չեմ թողնի։ Դու ոչ ոքի ոչինչ չես կարող ասել։ Ես էլ ոչ ոքի ոչինչ չեմ կարող ասել։ Բայց այսօրվանից մենք իրար կարող ենք վստահել մեր գաղտնիքները։ Լավ, երեկոյան կհանդիպենք։ Շուտ արա աղջիկս։ Կուշանաս աշխատանքից։ Մամ, գիտես, հայրիկը, Ադիտին ու Շուբը երեկոյան այստեղ կլինեն։ Գիտեմ, բայց ինչպես ես այսքան արագ պատրաստվել։ Ամեն օր ուշանում ես։ Մամ, ես այսօր շատ կարևոր գործ ունեմ ստուդիայում։ Դրա համար էլ որոշել եմ շուտ գնալ։ Հիմա ամբողջ պատասխանատվությունը քեզ վրա է։ Բայց մի մտածիր։ Դու միայն գործերիդ վրա կենտրոնացիր։ Թեյ խմիր։ Իսկ ես նախաճաշդ կբերեմ, լավ։ Ողջ եղիր։ Դրով, ես քեզ կարևոր բան ունեմ ասելու։ Այո, մայրիկ։ Երեկվա հագուստ կապուստիդ մասին։ Ինչու ես այդքան տխուր գույներ հագնում։ Քո տարիքի տղաները սիրում են վառ գույնզգույն վերնաշապիկներ հագնել։ Դերասանի պես են քայլում, իսկ դու։ Մամ, ինչ ես ասում։ Ինձ թվաց հաղորդմանս մասին ես ուզում ինչ-որ բան ասել, իսկ դու։ Բայց դա փոքր բան չէ, Դրով։ Մյուս անգամ ես եմ քեզ համար վերնաշապիկներ գնալու։ Լավ։ Ձեր դիմահարդարն էլ լավը չէ, մազերդ այնպես էր թրջել։ Դա ինչ բան է, նրան փոխել է պետք։ Մամ, դա դիմահարդարի սխալը չէր։ Երեք ես ու Թափկին Ինչ անուն տվեցիր։ Թափկի։ Ինչ տարօրինակ անուն է։ Ո՞վ է այդ Թափկին։ մայրիկ մեր նորեկներից է, մի քանի օր է որ եկել է։ Դու տեսել ես նրան։ Ստրնդյան սորը նա տորթը երեսի սկսեց, հետո ուշաթափվեց։ Ախ, նա է Թափկին։ Ահա։ Դրով, նա քեզ հետ առաջադրանքի էր գնացել, չէ՞։ Ուրեմն համարձակ աղջիկ է։ Նրան իմ կողմից կորնես։ Իսկ դու նրան գովել ես։ Լավ գործանողին տղաս, միշտ էլ քաջալերել է պետք։ Դե լավ, արագ պատրաստվիր ու արի նախաճաշելուն, լավ։ Բարի լույս, պարոն։ Տես է, արդեն գրել ես 100 անգամ։ Երեկ քեզ այնքան մեծամիտ էիր պահում, ասում էր, որ էլ չես գա աշխատանքի, որ ագրա ես վերադառնալու։ Հիմա ինչ եղավ։ Պարոն։ Ես կրեցի իմ պատիժը։
խաղաղություն չեմ խնդրում։ Թափկի, դու պետք է նյութեր ուսումնասիրեիր, վերջացրել ես։ Խտեր ինձ դուր։ Ահա, տպել եմ։ Շնորհակալ եմ։ Թափկի, նկարները ցանցում գտար։ Դրանք տիկին Սակշեին ուղարկիր, եթե գտել ես։ Լավ, տիկին։ Լսիր, դու երեք այնպիսի բան էիր ասում, որ ինձ թվաց, թե քո տուն ագրա ես վերադարձել ու էլ չես գա, բայց ահա, այստեղ ես։ Տեր Աստված, դու ինքնասիրություն չունես, չէ՞։ Տիկին, ես նկարները ձեզ եմ ուղարկել։ Լավ գործանողին տղաս, միշտ էլ քաջալերել է պետք։ Մեծ մայրիկ, մի նեղացիր, բայց մենք տանը երկու աղաց ունենք։ Ինչու չես ուզում, որ այս կարմիր պղպեղը դրանցից մեկն ու մեկով աղանք։ Սկեսուրս էլ էր մեզ ստիպում պղպեղն այսպես աղալ։ Դրա համար էլ հիմա դուք ավանդույթը պետք է շարունակեք։ Միշտ իմացեք, որ ձեռքով պատրաստված համեմունքը ուրիշ է։ Գնա աշխատիր։ Ճուտկի, սա մեր ծառաներն էլ կարող են անել, բայց ոչ։ Մայրիկը պետք է անպայման մեզ գործի լծի։ Սպասիր բարկի, հենց որ մենք էլ հարցներ ունենանք, նրանց հետ էլ նույն բաները կանենք։ Դա երբ կլինի։ Այս պահին մենք ենք հարց։ Դե պղպեղ տուր։ Թե չէ մայրիկը հիմա կգա։ Տուր, արագացրու։ Տալիս եմ, սպասիր։ Լրիվ այսօր ես անելու։ Իսկ ինչ անեմ, պետք է մայրիկի սիրտը շահեմ, հեռու գնա, թող լցնեմ։ Արագ արա։ Լսիր, երբ ես սկեսուր դառնամ, այսպես ծեծելու, ջարդելու եմ հարցներիս։ Բարկի, ես ինչ-որ ճրճրթոց եմ լսում։ Ինչ աղմուկ է, առնետ է։ Ոչ, այդտեղից է գալիս, թող նայեմ։ Այստեղ է, սպասիր։ Տեր Աստված, մայրիկի հեռախոսն է։ Ճուտկի, դու աղացել ես մայրիկի հեռախոսը։ Դու ջարդել ես մայրիկի հեռախոսը։ Ես ոչինչ չեմ արել, դու ասացիր բեր պղպեղը, ես էլ բերեցի լցրեցի, մեղնից վրա մի բարդիր, հիմա ինչ է լինելու։ Ես հեռախոսս այստեղ եմ թողել, չեք տեսել։ Հեռախոսդ։ Դա ջարդել ենք պղպեղի հետ։ Աստված ձեզ հսկայական աչքեր է տվել։ Բայց դրա օգուտը ո՞րն է։ Դուք ոչինչ չեք ուզում տեսնել, ուրեմն աչքն ինչների՞դ է պետք։ Ոչ, ինչ ես անում, ոչ, մայրիկ, խնդրում եմ։ Դուք սխալ բան եք արել, ուրեմն պետք է պատժվեք։ Ոչ։ Այս ինչ վատ երազ էր, քիչ էր մնում մեռնեի։ Դու էլ տեսար այդ կուրացնող երազը։ Այո։
Ես հեռախոսս այստեղ եմ թողել։ Չեք տեսել։ Ոչ։ Մենք հեռախոսը չենք տեսել։ Երևի քո սենյակում է մնացել։ Լավ, արագ վերջացրեք։ Բարգի, մենք թաքցրինք հեռախոսը հիմա, բայց երբ մայրիկն իմանա թե ինչ ենք արել։ Մեզ այս պղպեղի հետ կաղա։ Մեզ կկուրացնի։ Չուտկի, մենք պետք է մի բան անենք։ Այո, թող մտածեմ։ Ես հիմա չեմ կարող մտածել, լսիր։ Մի բան մտածիր, լավ, ասա չուտկի։ Մենք այս հեռախոսը կկպցնենք, կտանենք մայրիկի սենյակ ու կդնենք այնտեղ։ Պետք է։ Մեր գրասենյակում։ Բայց ով է պատվիրել։ Լսեք։ Որ մենք դե պետք է պատվիրել։ Ոչ եղբայր, սրանց ոչ ոք չի պատվիրել։ Դարսը։ Սպասեք։ Ես եմ պատվիրել։ Ձեզ համար, որ նշենք երեկվա հաջող աշխատանքը։ Վերցրու, հյուրասիրվեք։ Սա քեզ։ Վերցրու, սա քո քաղաքից է։ Եվ հետո սա մեր հաջողությունը նշելու համար է։ Մենք առանց քեզ ոչինչ չէինք կարողանա անել։ Իդեպ երբ ներողություն էր գրել տախտակին, ես դա տեսա։ Նաև տեսա, թե դրա կողքին ինչ ես գրել։ Դու շատ ուժեղ ես թափքի։ Կեցես թափքի։ Հայրիկ, ես քեզ հետ եմ։ Կրկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։